Զարուհի Բաթոյան։ Շնորհակալ եմ։ Հարցս վերաբերում է իհարկե հանձնաժողովի ընտրությանը։ Ես կարծում եմ, որ շատերի համար էր այն անսպասելի, առնվազն, եթե կարելի է կհիմնավորեք ինչու հենց այս հանձնաժողովը եւ ինչպես եք պատկերացնում հետագա աշխատանքները հենց այս հանձնաժողովում եւ իհարկե Տիկին Հովսեփյանի մասնակցության մասին նկատի ունեմ տեխնազության մասին ավելի շատ իրեն կտամ, բայց ձեզ ինձ հետաքրքրում է հանձնաժողովի ընտրության հիմնավորումը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Բաթոյան, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունները, Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները, մեր խմբակցությունը որոշում է կայացրել ընտրելու այս հանձնաժողովը։ Հուսով եմ չեք ասի եկեք ներողություն խնդրեք, որ ընտրել եք Եվրոպա այս հանձնաժողովը, այսքան։ Արձագանք։ Շնորհակալ եմ, այսինքն դուք համաձայն եք մեզ հետ, որ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ իշխող ուժը իր ուղղություններից մեկը, առաջնահերթություններից մեկը համարում է եվրոինտեգրումը եւ եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ճանապարհն է ընտրել եւ այս մասով ուզում եք ունենալ ձեր ներդրումը, ճիշտ եմ հասկանում։ Տիկին Բաթոյան, մեր խմբակցությունը հստակ իր դիրքորոշումները ունի, չեմ կարող ասել, որ համաձայն է ձեզ հետ, բայց ես ինչպես նշեցի, մենք առաջնորդվում ենք հայամետ քաղաքականությամբ, հաշվի առնելով բացառապես Հայաստանի Հանրապետության շահերը։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն, Տիկին Մաթեոսյան, Մի քիչ նախ եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Տիկին Մաթեոսյան, անկեղծ որ ասեմ, իմ մոտ տպավորությունն է, որ ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը տրոլինգ է։ Ու անկեղծ որ լինեմ, պարոն Կարապետյանը երբ որ հայտնեց, որ տրոլինգ, երբ որ պարոն Կարապետյանը հայտնեց այդ հանձնաժողովի անունը, ու ձեր ամբողջ խմբակցությունը ծիծաղաց, ու մինչև հիմա էլ ծիծաղում է ձեր ամբողջ խմբակցությունը, այս իմ տպավորությունը կներեք, ամբողջությամբ սենց ամրապնդվում է։ Հիմա չեք կարծում, որ ազգային ժողովը ամեն դեպքում տրոլինգի համար լավագույն վայրը չէ։ Սա առաջին հարցը եւ մասնավորապես օրինակ դուք ինքներդ կողմ եք Հայաստանի եվրոինտեգրմանը եւ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելուն, կողմ եք դուք եւ կողմը արդյոք ձեր խմբակցությունը։ Շնորհակալություն։ Պարոն Ալեքսանյան, առաջարկեմ որակավորումներ չտակ ու ասեմ մեր համար էլ շատ զարմանալի էր, որ այդքան գոռում կոչում եք եվրոինտեգրման մասին, բայց այդքան առաջնահերթ չէր ձեզ համար, որ առաջինը դուք ընտրեիք այս հանձնաժողովը։ Ինչ վերաբերվում է մեր հայեցակարգին եւ դիրքորոշմանը, քիչ հետո գործընկերս, ով այս հանձնաժողովի նախագահի տեխնացուն է, ամբողջությամբ կարտահայտի մեր դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, շատ լավ, խմբակցության դիրքորոշումը գործընկերը կարտահայտի, իսկ անձամբ ձեր դիրքորոշումը դուք անձամբ կողմ եք Հայաստանի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելուն, թե ոչ, հետո տրոլինգը որակում է, հա որակում է, ինձ թվում է վիրավորական որակում չի, ակցիային անվանում տալ է ընդամենը ու տենց վիրավորական բան էլ չի էլի, թե ինչի մենք առաջինը չենք ընտրել այս հանձնաժողովը, չգիտեմ, օրինակ ես իմ ամենավատ երազում անգամ որպես այդպեսին չէի տեսնի, որ ձեր խմբակցությունը նման տրոլինգի կգնա, անկեղծ որ ասեմ, հատկապես հիշելով ձեր առաջնորդի անձնագրային գործում IC FSB գրառումը, ուրիշ բան չէ։ Պարոն Ալեքսանյան, հորդորում եմ ձեզ երազների հարցում զգույշ լինել, փաստորեն ձեր ամենավատ երազները իրականացան։ Ինչ վերաբերվում է իմ անձնական դիրքորոշմանը, եւս մեկ անգամ կրկնեմ, կողմ եմ այն բոլոր որոշումներին, որոնք բացառապես Հայաստանի շահն են սպասարկում, եւ հաջորդը եւս մեկ անգամ նշեմ, որ խմբակցության դիրքորոշումը եւս կիսում եմ ամբողջությամբ։ Շնորհակալություն։ Մարիա Կարապետյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ, Տիկին Մաթեոսյան, այս տարի ապրիլին ձեր ուժի ղեկավարը, պարոն Սամվել Կարապետյանը, ամբողջությամբ չեմ կարող ընթերցել վիրավորական բաներ կամ, բայց այս վերջի հատվածը կարող եմ ընթերցել, վերահաստատել է ձեր հետևյալ դիրքորոշումը, մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Իմիջիայլոց ասեմ Սերժ Սարգսյանն էլ
շատ ավելի ուշ խոսելով Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությունից, հետեւյալ միտքն է ասել, որ 2 տարի Հայաստանը խնդրել է, որպիսի Մաքսային միությանը անդամակցի, այնուհետև իհարկե ԵԱՏՄ-ին, եւ շատ པարզ պատճառով ասում է, այս կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, այսինքն խոսում ենք 2013 թվականի մասին։ Ինչ իրավիճակ ստեղծվեց օրինակ Մոլդովայում, Վրաստանում, ավելի վատ Ուկրաինայում եւ մնացած տեղերում։ Դուք ձեր պատասխանի մեջ Տիկին Բաթոյանին ասեցիք, որ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով։ Չէ, խնդրում եմ ուժի դիրքորոշումը մեզ հայտնեք, թե այդ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է եղել 2013-ին, առ այսօր, 2013-ից առ այսօր, որ թե Սերժ Սարգսյանը, թե Սամվել Կարապետյանը այդ իրավիճակը նկարագրում են այսպես, որ եթե մենք չկատարենք այդ ընտրությունը, մենք վերածվելու ենք Վրաստանի, Ուկրաինայի, մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Տիկին Կարապետյան, ես կհաստատեմ մեր առաջնորդի ասած, այո, մեզ նոր պատերազմներ պետք չեն, ու ինձ թվում է հանձնաժողովների քննարկումը մեղմ ասած խառնել ենք, մենք խոսում ենք Եվրոինտեգրման հանձնաժողովի մասին, չհասկացա ձեր հարցը եւ այս հանձնաժողովին ռելևանտ չհամարելով չեմ պատասխանի հարցին, շնորհակալություն։ Վերաձևակերպեք գուցե ձեր հարցն այնպես, որ ավելի պարզ լինի, Տիկին Կարապետյան, համեցեք։ Կներեք, աշխարհաքաղաքականություն բառը դուք ասացիք Տիկին Բաթոյանի հարցինի պատասխան։ Ինչ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին եք դուք խոսում։ Ասենք Թայվանի, ինչի մասին է, որ ասում եք հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ընտրել ենք հանձնաժողովը։ Եթե այս հարցը ձեր դիրքորոշումը սխալ եմ հասկացել, դուք պարզաբանեք, այդ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է։ Ես պարզապես փորձեցի ձեր փոխարեն կապել իրար ձեր ուժի ասածները, բայց կարող եք ձեր օրիգինալ մեկնաբանությամբ հանդես գալ։ Ինչ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով եք դուք ընտրել այդ հանձնաժողովը։ Փորձեմ զատ մնալ օրիգինալությունից, աշխարհաքաղաքական իրավիճակը ինքնին բացատրում, բառը ինքնին բացատրում է ինչի մասին է խոսքը, աշխարհում տիրող իրավիճակը։ Շնորհակալություն։ Շատ սպառիչ բացատրություն է, ինչ խոսք։ Թագուհի Ղազարյան։ Շնորհակալություն Տիկին Մաթևոսյան ներկայացնելու համար Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ծննդյան կապակցությամբ եւ հիշեցնում, որ դուք ներկայացնում եք խմբակցության անունից Տիկին Հովսեփյանի թեկնածությունը ու պարոն Սարգսյան միշտ իմ հարցի ժամանակ հայտնում ասեք։ Ու նաեւ խնդրում եմ այդ նկատառմամբ, երբ որ պարոն Աբրահամյան, պարոն Կարապետյան, ասում եք մի պատասխան, ինքը խմբակցության անունից է ներկայացնում, դուք եկեք, դուք խոսեք խմբակցության անունից։ Եվ հիմա ձեր խմբակցության ղեկավարից մի մեջբերում անեմ։ Պարոն Նարեկ Կարապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ մեջբերում եմ ուղղակի, եթե Արևմուտքը Հայաստանի համար լուծի այն տնտեսական հարցերը, որը ժամանակին լուծել է օրինակ Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի համար, նստենք քննարկենք։ Այսօր Արևմուտքը ուղղակի մեզ գովազդ է ցույց տալիս, բայց տակը բան չկա։ Մյուս կողմից արդեն ավելի ուշ, երբ որ դուք հանձնաժողովը ընտրել էիք, դրսում ճապազրույցի ժամանակ էլի ձեր խմբակցության ղեկավարը ասաց, որ կաշխատացնենք, կհամագործակցենք այդ տնտեսական ուղղությամբ Եվրամիության հետ, եւ ուզում եմ հասկանամ, այս ամիսների ընթացքում ինչ է փոխվել Եվրամիության վերաբերմունքի մեջ, ինչն է ավելացել, ինչն է պակասել, որ դուք մտածել եք, որ այն ժամանակ գովազդեր տակը բան չկար, իսկ հիմա աշխատելու բան կա։ Մեր խմբակցության ղեկավարը նաև նշել է, որ մենք կողմենք բազմավեկտոր քաղաքականությունը, խնդրում եմ մետ էլ նշեք, ու չեմ հասկանում, թե այս հարցերը ինչ կապ ունեն Տիկին Հովսեփյանի կենսագրության հետ, հիշեցնեմ, որ ես ներկայացնում էի Տիկին Հովսեփյանի կենսագրությունը եւ պատրաստ եմ պատասխանել այդ թեմային վերաբերող հարցերին, շնորհակալություն։ Արձագանք։ Խնդրեմ Տիկին Մաթևոսյան, դուք ներկայացնում եք Տիկին Հովսեփյանի թեկնածությունը այն կոնտեքստում, որ ձեր խմբակցությունը նախընտրել է ղեկավարել եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովը եւ հետեւաբար նորմալ է, որ այդ հանձնաժողովի ընտրության վերաբերյալ ձեզ հարցեր են ուղղվում։ Մյուս հարցը, եթե իհարկե դուք դες կհամարեք հարմար պատասխանել, իսկ թվում է դուք հարցերին պատասխաններ պարզապես չունեք, բայց մեկը հարցը հնչեցնելու եմ։ Գիտեք, որ նախընտրական շրջանում Եվրոպական միությունը Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ աջակցության առաքելություն
տրամադրեց, որոնք հիմա գտնվում են նաև Հայաստանում։ Ես ուզում եմ, եթե իհարկե դուք գիտեք պատասխանը, պատմեք, թե ինչպես է ձեր խմբակցություն պատրաստվում աշխատել այդ առաքելության հետ, որովհետև իմ տպավորությամբ կամ դուք կարող եք նկարագրել այդ ով էր հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ նախընտրական շրջանում։ Չեմ պատրաստվում ինչ-որ մեկին ապացուցել, ինչ գիտեմ, ինչ չգիտեմ, Տիկին Հովսեփյանը մի քիչ ավելի ուշ կպատասխանի ձեր հարցերին եւ խմբակցության դիրքորոշումը հանդես կգա խմբակցության դիրքորոշմամբ։ Արամ Վարդևանյան։ Պարոն Վարդանյան, խնդրում եմ լրություն պահպանել։ Շնորհակալ եմ։ Տիկին Մաթևոսյան, մի քանի հանգամանք միասին արձանագրենք եւ հստակեցնենք։ Առաջին եւ երկրորդ առաջադրումները քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կատարվեցին։ Դրանցից մեկը օրինակ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընտրությունն էր, որը եթե դիտարկում ենք տրոլինգի տրամաբանությունը, հաշվի առնելով դատարանների վիճակը եւ այն կոնկրետ դատավորների առաջխաղացումները, կարելի է համարել, որ քաղաքացիական պայմանագիրը տրոլինգ էր անում դատաիրավական համակարգը պետաիրավականը ընտրելով։ Բայց այստեղ պատմությունը չի ավարտվում։ Քաղաքացիական պայմանագիրը, որը սլանում է դեպի եվրոինտեգրում, ըստ իրենց առաջադրած առաջնահերթության, 4-րդ եւ 5-րդ առաջադրումներն էլ ուներ, բայց չընտրեց եվրոինտեգրման հանձնաժողովը։ Այստեղ էլ չսահմանափակվեց, այնուհետև 7-րդ առաջադրումն էլ էր քաղաքացիական պայմանագրինը, կրկին եվրոինտեգրումը չընտրվեց։ Եվ այդ իմաստով շատ հետաքրքիր է, թե ինչից է անհանգստությունը քաղաքացիական պայմանագրի։ Միաժամանակ մեկ հանգամանք էլ միասին արձանագրենք։ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով անվանումը իրենից չի ենթադրում, վստահ եմ գործընկերները տեղեկացված են, Եվրոպայի միության անդամակցություն։ Ինտեգրացիոն պրոցեսները դա անդամակցությունը չի։ Իդեպ 2021 թվականին էլ էր այս մշտական հանձնաժողովի անունը Եվրոինտեգրման, բայց այդ ժամանակ ես հիշում եմ պարոն Եղոյանն էր նախագահի թեկնածու, ասում էր ոչ մի Եվրոպայի միության ինտեգրացիոն անդամակցության տեսանկյունից գործընթաց չկա։ Հիմա ուզում եմ հասկանամ, արդյոք ելույթներն են փոփոխվել կամ ինչն է խնդիրը, ու ամենակարևորը, այն հարցադրումները, որոնք տալիս էին Տիկին Մաթևոսյանին, Տիկին Մաթևոսյան ջան, անկեղծ եմ ասում, կարելի էր ասել, այդ հարցերին դուք պատասխանեք։ Դուք եք իշխանությունը, հիմա վերջը դուք ԵԱՏՄ-ի ուղղությամբ եք գնում, թե Եվրոպայի միության ուղղությամբ եք գնում։ Ինչևէ, Տիկին Մաթևոսյան, ձեր ծնունդը շնորհավոր լինի, այսքանն է, շնորհակալ եմ։ Ավելացնելու շատ բան չունեմ, զուտ նշեմ, որ Տիկին Մաթևոսյանը գիտի ինչ է այստեղ կանգնած, ինչ է ներկայացնում, որ հարցերին կարող է պատասխանել, որին ոչ։ Տիկին Հովսեփյանը ավելի ընդգրկուն կանրադառնա այս թեմաներին, շնորհակալություն։ Արձագանք, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ Տիկին Մաթևոսյան, ձեզ լավ տրամադրություն։ Այդքան ձեզ էլ։ Վարողի իրավունքով ես հարց կտամ Տիկին Մաթևոսյան, խնդրում եմ սպասեք։ Տիկին Մաթևոսյան, կպատմեք թե ինչպես է տեղի ունեցել այս հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը խմբակցությունում։ Հաշվի առնելով հատկապես, որ մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մասին, եվրոպական ստանդարտներ, ժողովրդավարություն, ներքին ժողովրդավարություն, կասեք, օրինակ ոնց է դա տեղի ունեցել, խմբակցությունում եք քննարկել, Փակ գաղտնի քվեարկություն ա եղել, Նարեկ Կարապետյանն ա որոշել, Սամվել Կարապետյանն ա որոշել, դուք օրինակ մասնակցություն ունեցել եք այդ որոշման կայացմանը որպես խմբակցության անդամ, թե չեք ունեցել։ Խնդրում եմ մեզ եւ հանրությանը ներկայացրեք, թե ինչպիսի ներքին ժողովրդավարության գործընթացով է անցել թեկնածուի հաստատման process-ը։ Շնորհակալություն։ Եվ անկեղծորեն ուզում եմ ասել, որ իմ հարցի մեջ կա կոնկրետ անկեղծ հետաքրքրվածություն, չկա որևէ տրոլինգ, չկա որևէ հեգնանք եւ որևէ այլ հետին միտք։ Ինձ հետաքրքիր է եւ վստահ եմ նաեւ հանրությանն է հետաքրքիր։ Համեցեք։ Պարոն Կոնջորյան, այո, շատերին է հետաքրքրում, թույլ տվեք ձեզ վստահեցնել, որ խմբակցության ներսում բոլոր որոշումները նիստերի եւ հանդիպումների ժողովրդավար հիմունքներով են ընդունվում, բայց թե ինչպես է ընտրվել Տիկին Հովսեփյանը, ես կարծում եմ ինձնից լավ գիտեք, որ այդ հարցը տալուց եթե այդ հարցը տայք, ես մեր բոլոր գաղտնիքները ձեզ չի պատմելու խմբակցության ներսի, այնպես որ բավարարվեք այս պատասխանով, շնորհակալություն։ Տիկին Մաթևոսյան, ես իհարկե խմբակցության նիստերը որպես կանոն փակ են տեղի ունենում, այդ թվում մեր խմբակցության նիստերը։ Ես չեմ ակնկալում, որ դուք ձեր փակ նիստի
տվյալները հրապարակեք։ Բայց օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում բոլոր տեխնացությունները քննարկվել են, հետո քվեարկվել են փակ գաղտնի քվեարկությամբ, տեխնացուները ինքնաառաջադրվել են, անցել են բավականին մանրակրկիտ քննարկումների, հարց ու պատասխանի, բանավեճերի փուլով, եւ այս մարդիկ, ովքեր որ այստեղ նստած են, այն մարդիկ, ովքեր վարչության անդամ են, իրենք են մասնակցել այդ քննարկումներին եւ խմբակցության անդամներն էլ որպես խմբակցության անդամներ բնականաբար խմբակցությունում են մասնակցել։ Եվ դա բավականաչափ թափանցիկ է եւ համաձայն եք, որ որպես խորհրդարանական ուժեր դուք առավել եւս որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, որը որ հավակնում է Հայաստանի Հանրապետությունում փոխարինել քաղաքացիական պայմանագրին եւ հավակնում է իշխանություն կազմել, հանրությունը պիտի նաեւ տեղեկանա ձեր ներքին ժողովրդավարության գործընթացների մասին, այնպես որ խնդրում եմ այնուամենայնիվ առանց ձեր փակ նիստի գաղտնիքները հրապարակելու, ասեք, ինչպես է տեղի ունեցել տեխնացուի ընտրության process-ը, ինչ Պարոն Կարապետյան, ձեզ չեմ կարող ձայն տալ, դուք չեք կարող ցավոք սրտի հուշել, շպարգալկաներ չեք կարող փոխանցել Տիկին Մաթևոսյանին, Տիկին Մաթևոսյան, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին։ Պարոն Կոնջարյան, եւս մեկ անգամ նշեմ, ձեզ էլ վստահեցնեմ, որ բոլոր ընտրությունները տեղ են ունեցել ժողովրդավարության բոլոր ստանդարտներին եւ եվրոպական չափանիշներին համապատասխան։ Շնորհակալություն։ Շատ լավ, Տիկին Մաթևոսյան, շնորհակալություն, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, այնուամենայնիվ արձանագրենք, որ դուք չպատասխանեցիք հարցին։ Այժմ հարգելի գործընկերներ,